Ուրեմն հարգելի իմ դիտորդ, եթե դուք վաղուց այսպես հետևում եք իմ էջին, շատ լավ գիտեք իմ աշխատանքների մասին, իմ կանխատեսումների մասին, ես այն գովազդելու կամ ինչ-որ բան ավելացնելու կամ պակասացնելու բնավ կարիքը չունեմ։ Ես հիմա ուզում եմ ասեմ, որ այս ամեն նախանձություն իմ անձի հանդեպ գալիս է իրանց անզորությունից, որ իրանք անզոր են ու չգիտեն ինչ անեն, որ իմ հեղինակությունը այսպես ժողովրդի աչքից գցեն, բայց իրանք մոռանում են, որ ես իրանց նման վարժեցրած կապիկ չեմ, որ ես իրանց նման շոումեն չեմ, որ ես իմ դառը տանջանքով հավաքել եմ 27,000 դիտորդ, 28,000 դիտորդ, առանց այսպես հեռուստատեսության շոուներին մասնակցելու, որ ես իմ դառը քրտինքով, տանջանքով, իմ գիտելիքով կարողացել եմ իմ շուրջը հավաքել համախոհներ, սիրող ու վստահող անձինք, որի համար շնորհակալ եմ ձեզ։ Եթե ինձ ասում են, որ ես կրկնօրինակում եմ, եթե դուք տեսնում եք իմ կանխատեսումները, նույնիսկ ես շատ քննադատաբար եմ վերաբերվում տվյալ անձանց։ Եթե հիշում եք, ես միակ մասնագետն էի, որ տվեցի ճիշտ 100 չէ 1000% կանխատեսում Հայկ Մաղաքյանի սպանության հետ։ Այն տեղադրեցի իմ Facebook-ում, հետո երբ որ դեպքը տեղի ունեցավ, տեղադրեցի TikTok-ում։ Եթե հիշում եք, շատ ցավում եմ, բայց պիտի ասեմ, 2 տարեկան Տիգրանի դեպքը։ Գողացել են, հարազատ մարդ գցել են ջուրը, խայտառակ կանխատեսում։ Երեխան գտնվում է մի քանի կիլոմետր գյուղից այն կողմ, այսպես տարածքում, որտեղ փոքր այսպես շինություն կա։ Երեխայի սրտի աշխատանքը մենք լսում ենք, երեխան առողջ է, ապրում է։ Բերեցին, խառնեցին այսպես շեպսին, այս էքստրասենս Ռուսաստանի։ Նկարը դրեցին, ոչ մի բան չապացուցող, որ դա իրականում շեպսն էր, ասենք ստեղ էլ անամոթության վերջին աստիճանը օգտագործեցին։ Ու ես միակ մասնագետն էի, որ ամսի 5-ին տվեցի պրոգնոզ, որ երեխան 15 րոպե հետո հայտնվել է գետում իր իսկ այսպես կամքով, ինքը ընկել է գլխի վայր, նկարագրեցի ընկնելու ձևը եւ գտնելուց ուներ ճակատի հատվածում երեխան քարին կպած հատված։ Ոնց որ նկարագրել էի, այդպես էլ եղել էր։ Եվ միակ մասնագետն էի, որ բացառեցի գողությունը, երեխային հանելը, երեխային սպանելը, նոր տանել գցելը ջուրը, միակ բանը, որ սխալվեցի ես 2 տարեկան Տիգրանի կանխատեսման ժամանակ, դա 3 սրերն էր, որ ես ասեցի 3 օր, բայց դուրս եկավ 3 շաբաթ։ Նու հնարավոր է, որ դա էլ իմ հուզմունքի հետ էր կապված, որովհետև ես չափից ավել, այսպես ծանր տարա այդ երեխայի դեպքը։ Երբ որ մենք գալիս ենք 3 տարեկան Տիգրանի դեպքին, արդեն թրաֆիկինգի են ենթարկել երեխային, գողացել են եւ այլը, ես միակ մասնագետն էի, որ տվեցի։ Իդեպ ասեմ, կապում էին 2 տարեկան Տիգրանի դեպքից, սա նույն ձեռագիրն է ասելով, իսկ ես հակ ասեցի, ասելով, որ բացարձակ նման չի այս դեպքը եւ երեխայի հանդեպ անարդար բան է տեղի ունեցել եւ իր գտնվելու վայրը ես տեսնում եմ բազմանշանակ բերեց, ապացուցեց, որ երեխային տեղից տեղ են տեղափոխվել, ասեցի տեսնում եմ հող, տեսնում եմ ջուր եւ Տիգրանին հայտնաբերեցին այն տարածքում, որտեղ մի քիչ հեռու գտնվում էր, այսպես ասեմ, ջուրը։ Ես նաեւ ասեցի, որ այստեղ տեսնում եմ, որ երեխայի հանդեպ անարդար բան է տեղի ունեցել, բայց չնշեցի ու մինչև օրս էլ ես չեմ նշել, որ երեխայի հանդեպ նույնիսկ ոտնձգություն է տեղի ունեցել սեփական խորթ հոր կողմից։
դա թողեցի ես այսպես համապատասխան մարմինների։ Եթե գալիս ենք ընդունենք աղջիկների, հա, ես միակ մարդն էի, որ ասեցի 17-ին կգտնեն, 17-ին գտան, 17-ին կար նաև հնարավորություն երկրորդին գտնելու, բայց չգիտես ինչի, քանի որ երկրորդի տեղը այսպես անտեսանելի է, շատ այսպես վտանգավոր ու դժվար տեղում է, նույնիսկ նկարագրել եմ ջրի պտույտ կա եւ այլը եւ այլը։ Այսօր օրինակ հավանականություն շատ մեծ է, որ երեխային կգտնեն։ Ես միակ մասնագետն եմ, որ դրեցի հերթով ուսումնասիրեցի բոլոր ղեկավարների նատալ կարտերը, բերեցի համեմատեցի բոլորը իրար հետ, տվեցի առաջին, այսպես ասեմ, կանխատեսումը ընտրությունների հետ կապված, նույնիսկ տվեցի դրանից շատ հետո տեղի ունենալու այսպես դեպքերը։ Խոսեցի Վարդան Ղուկասյանի մասին, ինձ 3 մեկնաբանություններում գրել են իդեպ ձեր կանխատեսումները արդեն իրականություն է դարձել Վարդան Ղուկասյանի հետ կապված։ Շնորհակալ եմ, որ դուք տեղեկացրեցիք։ Սկսած Աննա Հակոբյանի հետ կապված։ Ես ասեցի, որ իր վրա տեսնում եմ դատական գործեր, 2 օր հետո մենք հասկացանք, որ Ազատ դիտորդը 15 տեսակ կեղծիք է հայտնաբերել, հիշում եք, նաև ասեցի, այդ գործընթացը կսառեցվի, այն կսկսվի այսպես ավելի ուժեղ ագրեսիվ փուլ մտնել օգոստոսից։ Ուսումնասիրեցի Ադրբեջանի անկումը։ Մի խոսքով, ես ամեն ինչի համար եմ ես այս օրինակները բերում։ Ես իմ կանխատեսումներով հակասել եմ այս ինքնակոչներին, բայց հլը դուք սրանց տրամաբանությանը նայեք, ինձ ասում են, որ ես կրկնօրինակում եմ իրանց, այսինքն եթե ես կրկնօրինակում եմ իրանց, ես պետք է անեի նույնատիպ կանխատեսում և ինչ-որ իրանք են արել, բայց ես իմ կանխատեսումները հակասում է իրանց 100%, ես հանում եմ իրանց սխալ ու բացատրում եմ ու երբ որ իրադարձությունը տեղի է ունենում, այնպես ինչպես ես կանխատեսել եմ։ Սրա կրկնօրինակումը որտեղ է։ Ես սա բնութագրում եմ նախանձի, անզորության, չարության, տականքության վերջին աստիճանը։ Եթե դուք սովորեք, էկրանների առաջ կապիկություն անեք, ձեր էջերում կապիկություն անեք, դուք չգիտեք իսկական մասնագետները ոնց են աշխատում։ Իսկական մասնագետները դրա կարիքը չունեն, առհասարակ չունեն։ Իրանք ինքնագովեստով չեն զբաղվում են կոնկրետ աշխատանքով։ Դուք տեսել եք իմ աշխատանքները, պատրաստել եմ պարկեր, յուղեր, մոմեր, թալիսմաններ, այս ձեռքերով եմ ամեն ինչը պատրաստել, անքուն գիշերներ եմ անցկացրել, կարդացել եմ, սովորել եմ, նույնիսկ գումար եմ տվել սովորելու համար, չեմ խնայել ոչ մի բան գիտելիքս զարգացնելու համար, էլ չեմ խոսում, որ բնածին ինձ ինչ է տրված, ինչը որ իրանց հազարավոր կյանքերում կարող է չունենան։ Ես լռում եմ ու իրանք խոսում են, ես լռում եմ, իրանք խոսում են, մինչև այն աստիճան, որ համարձակվում են հեռախոսիս համարը հավաքեն ու փորձեն ինձ այսպես հունից դուրս հանել։ Ստացաք ձեր արժանի պատիժը, ստացաք ձեր պատասխանը, դե հիմա պոշներդ ասենց մցրեք ձեր 5-րդ կետը ու ինձանից հեռու մնացեք, որովհետև եթե հիմա ես ձեզ վիդեո տարբերակներով, իմեջերով փորձում եմ ձեզ հասկացնել, որ ձեզ չափը ճանաչեք, եթե դուք սենց շարունակեք, ես ձեզ ասելու բան չունեմ, ձեր կաշվի ձեր ոսկորների վրա դուք կզգաք, թե ես ով եմ։ Հիմա, ուրեմն այս հարթակում մատերի վրա հաշված կարամ ասեմ մարդիկ, որ իմ նկարները չեն վերցրել վազել գերեզմանոց, իմ վրա մահվան թուղթուգիր անել։ Մատերի վրա հաշված, նույնիսկ այն մարդիկ, որ տառոները հլը խառնելը չեն սովորել, վազել են ու իմ վրա թուղթուգիր են արել։ Ինչի եք հասել։
Մի հատ կարակ ասեք, ոչ առողջությունից եմ բողոքում, ոչ ֆինանսից եմ բողոքում, ոչ հարաբերություններից եմ բողոքում, ոչ պատվից եմ բողոքում, ոչ մի բանից ես չեմ բողոքում։ Ինչի եք դուք հասել։ Մի հատ կարակ ինձ ասեք։ Ու բոլորը եղել է նախանձի ու վախերի արդյունքում, որ կարող է հանգարց ես իրանց ինչ որ բան անեմ։ Բայց ես ուզում եմ ասեմ, ընդհանրապես իսկական մոգի պահվածքը նման չի, այսինքն գնում են քաղմաս, գրում են իմ վրա, չնայած քաղմասում ամենաշատ ծիծաղելի վիճակի մեջ դուք պետք է հայտնվեք, որովհետև ես ձեր հեղինակային իրավունքը չեմ վերցրել ձեր ձեռքից։ Դուք չունեք մենաշնոր, որ մենակ դուք պետք է կանխատեսում անեք, տառոներով զբաղվեք։ Եթե ես ձեզ կրկտորակ եմ, այդ նշանակում է ձեր նյութը պետք է վերցնեմ, գցեմ իմ էջ ու ասեմ, որ ես այս մարդն եմ։ Անունը փոխեմ, բայց ձեր նյութը լինի, թեկուզ դուք չերևաք, բայց ձեր բառերը լինի եւ ձեր ձայնը լինի։ Իսկական մոգը, տառոլոգը քաղմասով հարց լուծումը խնդալու է ուղղակի։ Այսինքն դուք ձեր հույսը դրել եք, չասեմ ինչության վրա, հա? Այսինքն դուք մոգ չեք, դուք գրող եք։ Դուք տառոլոգ չեք, դուք գրող եք։ Ինչ եղավ ինձ։ Ոչ մի բան, հիշեցնեմ, որ նույնիսկ դուք ձեր երազում չեք կարա տեսնեք, որ դուք ինձ ինչ-որ բան եք արել։ Ես գտնվում եմ իրանց հովանու ներքո, նույնիսկ ի ծնե ծնված ժամանակվանից ես իրանք իմն են եղել։ Ես նոր չեմ գտել իրանց, ես նոր չեմ հրավիրել իմ ալտար, ես նոր չեմ զբաղվում իրանցով, ի ծնե գենետիկայով փոխանցված ուժեր են ինձ։ Ես ձեր նման էկրանների առաջ կապիկություն անող մարդ չեմ, լուրջ, այսպես ես իմ աշխատանքի, եթե նկատել եք, ասենք ես անում եմ նատալ կարտերի վերծանում, դրա հետ միացնում եմ զուգահեռ իմ տառոները, ոչ մեկի հետ մրցելու ոչ մի բան չունեմ, որովհետև նույնիսկ կոնկուրենտ ինձ չեմ տեսնում, սրանց ես հավաքածուներին, ինքնակոչներին, ես նույնիսկ կոնկուրենտ ինձ չեմ տեսնում, ես իրանց մեջ մասնագետ չեմ տեսնում, որ գոնե ցանկություն ունենամ ինչ-որ բան նմանակեմ։ Ես շատ ուրախ եմ, որ այս հարթակում հայտնվել են երիտասարդ թվագետներ, երիտասարդ տառոլոգներ։ Տեսնում եմ, որ իրոք երեխեքը աշխատում են, սովորում են, ազնիվ են, անկեղծ են, ինչ կան, են կան, զարգացման ճանապարհի, զարգացման ուղու վրա են։ Շատ ուրախ եմ ձեր համար, շարունակեք այդ տեմպով, այդ ոգով, բայց էլ եմ ասում, այս ամբողջ տիկտոկյան հարթակում ես մատերի մի ձեռքի ափերի վրա կարամ հաշվեմ, մարդկանց, որոնք չեն վազել, ինձ վրա թուղթուգիր արել։ Ինչու։ Ինչի համար։ Եթե դուք ստոր չեք, եթե դուք իրական մասնագետ եք, ինչի համար։ Ես ընդամենը 1 ամիս է տեղափոխվել եմ YouTube, իմ YouTube-յան մեկնաբանությունները մտեք նայեք, արդեն 2000 դիտորդ ունեմ, հələ որ ես երկար ժամանակա եթերներ չեմ էլ անում։ Եթե ես հանգարց սկսեցի եթեր անել, դուք պատկերացնում եք ինչ կլինի։ Լավ, ինչքան կարելի է, հա, ասել հեռու մնացեք ինձանից, դուք ուզում եք որ, ես ձեր նման կապիկություն չեմ անի, ախր, ես լուր, կճզմեմ, ասենք ոնց մարդը կարա ասենց ոտը դնի տառականի վրա, այդ oyնը կհանեմ ես ձեր գլխին, վերջի զգուշացումն է, ես դարել եմ 27,000 դիտորդի սիրելին, ունեմ հարգանք, ունեմ վստահություն, մենակ իմ աշխատանքի շնորհիվ,
Էլի եմ կրկնում, ոչ մի էկրան, ոչ մի հեռուստատեսություն, ոչ մի բան ես չեմ արել։ Ես այստեղ նստած լուռ աշխատել եմ։ Ուրեմն ես գիշերվա մինչև ժամը 5-ը, 5:30, մինչև առավոտյան 6-ը նստեմ նատալ կարտերը ուսումնասիրեմ, առավոտյան հելնեմ մեկնաբանեմ, վերցանեմ։ Ասեք բանը, ինձ կրկնում ես, ընդհակառակը ես հակասում եմ ձեզ։ Ամեն անգամ, երբ դուք տալիս եք սխալ պրոգնոզ, ես հակասում եմ ձեզ, որովհետև դուք շարլատան եք, դուք խաբեբա եք, հասկացաք, և այս պայքար գիտեք ինչի համար է, ամեն ինչ արվում է, որ ես լռեմ, որպեսզի իրանք ոնց ուզենան նենց խաբեն, իսկ ես լռող տեսակ չեմ, Աստված չանի ես լռեմ, քանի ես խոսում եմ, ձեր համար վտանգ չի ներկայացնում, բայց հենց ես լռեցի, այդ դուք սպասեք վտանգավորին։